ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի։ Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև Երևանի ժամանակով ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո նրա խոսքով Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ։ Ամեն ինչ կայրվի և կպայթեցվի և այլևս օգտագործման ենթակա չի լինի։ Դա տեղի կունենա 4 ժամվա ընթացքում, եթե մենք կամենանք։ Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա։ Մենք պետք է ունենանք համաձայնագիր, որը ընդունելի կլինի ինձ համար, և այդ համաձայնագրով մենք ցանկանում ենք նավթի անխոչնդոտ փոխադրում։ Թրամփը նաև քննադատել է ՆԱՏՕ-ին, Հարավային Կորեային, Ճապոնիային և Ավստրալիային Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին օգնության չհասնելու համար։ Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը դրանք անվանել է կոշտ հռետորաբանություն, որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի ռազմական ձախողումները։ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ սպառնալիքի իրագործման դեպքում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները տարիներով կզրկվեն տարածաշրջանի նավթից և գազից։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու սպառնալիքների առնչությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ քաղաքացիական, այդ թվում էներգետիկ ենթակառուցվածքները չպետք է հարվածների ենթարկվեն։ Դա արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով։ Իրանի սպորտի փոխնախարարն էլ երիտասարդներին, մշակույթի և սպորտի գործիչներին կոչ է արել մարդկային շղթաներ կազմել էլեկտրակայանների շուրջ ԱՄՆ-ի կողմից սպասվող հարվածներին ընդառաջ։ Փոխադարձ հարվածները չեն դադարում, թիրախավորվել են Իրանի Շահրիար և Փարդիս քաղաքները, կան զոհեր, պայթյուններ են լսվել Թեհրանում, Շիրազում էլ հարձակման է ենթարկվել նավթաքիմիական համալիր։ Իրանն իր հերթին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, անօդաչուներ են խոցվել նաև Սաուդյան Արաբիայում։ Լիբանանում ևս շարունակվում են Իսրայելի հարվածները, կան նոր զոհեր և վիրավորներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանում ոչնչացվել է ավելի քան 13,000 թիրախ։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի խոսքով ապրիլի 6-ին Իրանին հասցվել են ամենամեծ թվով հարվածները։ Իսրայելն Իրանի քաղաքացիներին հորդորել է մինչև երեկոյան ժամը 9 չօգտվել գնացքներից և չմոտենալ երկաթգծերին, քանի որ դա կարող է վտանգել նրանց կյանքը։ Իրանի պետական հեռուստատեսությունն էլ հայտնել է, որ 14 միլիոն մարդ կամավորագրվել է կռվելու։ Միևնույն ժամանակ Պակիստանում Իրանի դեսպանը նշել է, որ պատերազմը դադարեցնելու Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի։ Ավելի վաղ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկած հրադադարի ծրագիրը, նշելով, որ ցանկանում է պատերազմի մշտական ավարտ։ Պակիստանի միջոցով Միացյալ Նահանգներին է փոխանցվել 10 կետից բաղկացած փաստաթուղթ։ Ըստ աղբյուրների, Իրանը պահանջում է հարվածների անհապաղ դադարեցում, հարձակումների չկրկնվելու երաշխիքներ, հասցված վնասի փոխհատուցում, ինչպես նաև Հորմուզի նեղուցով անցնող նավերի տարանցման վճար սահմանելու թույլտվություն։ Թրամփն Իրանի այս ծրագիրն անվանել է նշանակալի քայլ, շեշտելով սակայն, որ այն բավականաչափ լավը չէ։ Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով առաջացած նավթի և գազի ճգնաժամն ավելի լուրջ է, քան 1973, 1979 և 2002 թվականների ճգնաժամերը միասին։ Իսկ արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը նշել է, որ Մերձավոր Արևելյան հակամարտությունը կհանգեցնի գնաճի ավելի բարձր տեմպերի և տնտեսական աճի նվազման ամբողջ աշխարհում։ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ ոստիկանության հարձակվողներից 3-ը վնասազերծվել են, նրանցից 2-ը սպանվել են, 1-ը ձերբակալվել։ Վիրավորվել է նաև 2 ոստիկան։ Հաղորդվում է, որ 3 կասկածյալները փորձել են մտնել շենք, որի 7-րդ հարկում Իսրայելի հյուպատոսությունն է։ Jerusalem Post-ի աղբյուրները հայտնել են, որ հյուպատոսությունը փակվել է ավելի քան 2 տարի առաջ և հրաձգության պահին այնտեղ աշխատակիցներ չեն եղել։ Հարևանությամբ գործում են նաև թուրքական խոշոր բանկերի գրասենյակներ։ Առայժմ պարզ չէ, արդյոք հենց հյուպատոսությունն է եղել հարձակման թիրախը։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Վորոնեժի, Լենինգրադի մարզերին։ Վլադիմիրի մարզում անօդաչուների հարվածներից զոհվել են 12 տարեկան երեխա և նրա ծնողները։ Բելգորոդում կա 1 զոհ։ Ռուսաստանը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի հարվածներից 25 խաղաղ բնակիչ է զոհվել։ Իսկ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-ների հարվածներից 4 մարդ է զոհվել, այդ թվում 11-ամյա երեխա, կան նաև վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ։ Եթե Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել հարվածները մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, պատրաստ ենք հայելային քայլի, նշել է նա։ Զելենսկին հավելել է, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով նավթ արտահանող երկրներն, այդ թվում Ռուսաստանը, ավելի մեծ գումար են աշխատում, սակայն ուկրաինական հարվածները սահմանափակում են Մոսկվայի այդ հնարավորությունները։ Իր հերթին Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը էներգակիրների մատակարարման մեծ թվով դիմումներ է ստանում։ Դմիտրի Պեսկովի խոսքով բանակցություններ են ընթանում, որպեսզի այս իրավիճակը լավագույնս համապատասխանի հենց Մոսկվայի շահերին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհակալություն է հայտնել նրան այցի համար, հատկապես համաշխարհային քաղաքականության համար նման լարված պահի։ Վենսն իր հերթին շեշտել է ԱՄՆ-ի եւ Հունգարիայի հարաբերությունների կարեւորությունը։ Երկկողմ բանակցություններից հետո Վենսը նաեւ կմասնակցի հունգարա-ամերիկյան բարեկամության օրվան նվիրված հանրահավաքի։ Այցը տեղի է ունենում ապրիլի 12-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, ի նշան աջակցության Օրբանին, որը Հունգարիան կառավարում է 2010 թվականից։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոյի խոսքով վերջին անգամ ԱՄՆ փոխնախագահը Հունգարիա է այցելել 35 տարի առաջ։ Արտեմիս 2 առաքելության տիեզերագնացները պտույտ են կատարել Լուսնի շուրջ եւ արդեն վերադառնում են երկիր։ Լուսնի հակառակ կողմում գտնվելիս տիեզերանավը եղել է մեր մոլորակից երբևէ ամենամեծ հեռավորության վրա 406,771 կիլոմետր։ Արտեմիս 2-ը 6601 կիլոմետրով գերազանցել է 1970 թվականին Ապոլոն 13-ի սահմանած ռեկորդը, երբ մարդիկ երկրից հեռացել էին 400,171 կիլոմետր։ Լուսնի հակառակ կողմում գտնվելու ընթացքում ՆԱՍԱ-ի տիեզերագնացները 40 րոպեով կորցրել են կապը երկրի հետ։ Նրանք ականատես են եղել, թե ինչպես են երկնաքարեր ընկնում Լուսնի մակերևույթին եւ դիտարկել են խավարումը եզակի դիտակետից, երբ արևն անհետացել է Լուսնի հետևում։ Տիեզերագնացների հետ կապ է հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նշելով, որ նրանք պատմություն են կերտում։ Թրամփը նրանց հրավիրել է Սպիտակ տուն։ Տիեզերագնացները երկիր կվերադառնան ապրիլի 10-ին։ Արտեմիս առաքելության շրջանակում ՆԱՍԱ-ն մտադիր է մինչև 2028 թվականը Լուսնի վրա բազա տեղակայել, որը հետագայում կարող է օգտագործվել դեպի Մարս թռիչքների համար։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։